Հայաստանի ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. ադրբեջանցիների համար հայաստանյան անցնող օրերի լրահոսը լրիվ տոնական էր։ Ռևանշիստներին իրար հետևից կալանավորում են Սամվել Կարապետյանից մինչև Արցախի խորհրդանի պատգամավոր Դավիթ Գալստյան։ Նրանց իհարկե առաջին դեպքին հաճույք է պատճառում այն ամենը, ինչը տեղի է ունենում արցախցիների ու այն անձանց հետ, ովքեր տարիներով պաշտպանել են Արցախը իրենց ծառայությունից մինչև ներդրումներ, բարեգործություն։ Ադրբեջանցիները լավագույնս գիտակցում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, որովհետև վերոնշյալ թեմայի հետ կապված Հայաստանի կառավարչի հետ ունեն ներդաշնակ շահեր եւ սպասումներ, ամփոփել է պատգամավորը։ Հիշեցնենք, որ 3 ձերբակալվել էին Սրբազան շարժման առաջնորդն ու նրա աջակիցները, որոնց 2 ամսով կալանավորել են արագացված կարգով դատական նիստում։ Դիմացի կգա։ Նիկոլ Դավաճան! Նիկոլ Դավաճան! Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ փոխկապակցված լրատվամիջոցն ակնարկում է Հայաստանի իշխանություններին քրեորեն պատժելի դարձնել Արցախ բառի կիրառումը, գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Կալիբեր ազգքարոզչական կայքում տեղադրված նյութից մի հատվածում ի թիվս այլ հարցերի ակնարկում են Հայաստանի իշխանություններին քրեորեն պատժելի դարձնել Արցախ բառի կիրառումը, նաև դեմոնստրատիվ ձերբակալություններ իրականացնել, հավելել է ադրբեջանագետը։ Знаете, если тебе не доверяют и даже послав разгружать вагоны предварительно пересчитывают ящики, ну, надо делать соответствующие выводы. Доверие, оно само по себе от сырости не заводится, его заслужить надо. Так что если пашиняновская власть демонстративно накажет, ну, посадит особо крикливых реваншистов, законодательно запретит слова вроде «Арцах» и «не отцом», думаю, степень нашего доверия хоть немножко, но вырастет. Երեք բացահայտվել է Հայաստանի պետականության անվտանգության ու կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ կանխվել է այդ պլանի իրագործումը, նա շնորհակալություն է հայտնել իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին։ Առավոտյան հարցը քննարկել եմ նաև Հանրապետության նախագահի հետ եւ կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման եւ պետական պարգևի։ Կարծում եմ շատ բան չկա ասելու թեմայի հետ կապված, որովհետեւ ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել եւ ես այս պահին չունեմ որևէ այլ բան բացի հրապարակվածից ասելու։ Համոզված եմ արդյունավետ քննություն տեղի կունենա եւ հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն։ Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ի կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ եւ արդյունավետ իրականացնեն կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ հարցը քաղաքական մակարդակով քննարկվել է։ Արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն եւ շատ արագ ես կարծում եմ, որ այդ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա, այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, կառավարությունը կստանձնի Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարումը եւ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով են գնում։ Բայց ես էլի ուզում եմ մի ռազմավարական հարցի անդրադառնամ, որ որևէ սցենարով էլ որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության բաժնետորսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը, ընդ որում նաև մեր այս ընթացքի փորձը հաշվի առնելով պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե կամ առնվազն ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև քաղաքացիները իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն բաժնետոմսեր ձեռք բերել։ Ես ուզում եմ մեզ հիշեցնել նաև, որ մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիները իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել եւ ժառանգել իրենց երեխաներին, իրենց սերունդներին կամ չգիտեմ, օգտագործել հետագայում այնպես, ինչպես իրենք են ուզում։
Հայաստանն ուղիղ տեքստով ասում է հապկում իրավիճակն այսպես չի կարող երկար մնալ։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության փոխնախարար Վահան Կոստանյանը։ Եթե հապկ գործընկերները, այդ թվում նաև Ռուսաստանը, հանդես չգան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը վերջնական որոշում կկայացնի։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ըստ Կոստանյանի, Հայաստանը շարունակում է լինել ԵԱՏՄ անդամ, միևնույն ժամանակ խորացնելով հարաբերությունները Եվրամիության հետ։ Փոխնախարարը Փաշինյանի այցը Թուրքիա բավականին դրական է գնահատել։ Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ վստահաբար տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջև Տիրանայում տեղի ունեցած հանդիպումն է։ Կարծում ենք, որ մոտակա ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել, որ կոմունիկացիաները պիտի գտնվեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո եւ պիտի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը այդ ճանապարհների նկատմամբ։ Հայաստանի արտգործնախարարության նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրել է, որ հասկանալի պատճառներով հասարակական ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է Հայաստանում տեղի ունեցող զանգվածային կալանքների վրա, սակայն ինքը չի պատրաստվում շեղվել իր օրակարգից եւ շարունակելու է բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ նրա ժողովրդի իրենց տները վերադառնալու իրավունքի մասին, հատկապես նկատի ունենալով, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն առնչվում են Լեռնային Ղարաբաղին եւ տարածաշրջանային մյուս զարգացումներին։ Այդուհանդերձ, ըստ Օսկանյանի, ներկայումս կալանավորված ընդդիմադիր յուրաքանչյուր անձ ներառյալ տնային կալանքի մեջ գտնվողները քաղբանտարկյալներ են։ Այս ամենը հստակ հաստատում է, որ Հայաստանը միանշանակ մտել է ավտորիտար կառավարման փուլ։ Եվ հիմա Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ աշխարհը հավատա, թե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Նա հայտարարել է, թե Հայաստանն այլևս ոչինչ չունի ասելու կամ անելու այդ կապակցությամբ։ Իբր այդ էջը փակված է։ Նրա դրդապատճառները դժվար չէ հասկանալ։ Հաջողանալ Ադրբեջանին խուսափել դիվանագիտական շարունակական ճնշումներից եւ ամենից առաջ ջնջել այն խարանը, որ իր իշխանության օրոք եւ իր պատճառով կորսվեց հայկական պատմական հողը։ Առավել զավեշտալի է նրա հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը երբեք հայկական չի եղել։ Այս մոտեցումները որքան էլ հարմար լինեն նրանց, ովքեր ուզում են փակել այդ էջը, որևէ աղերս չունեն իրականության կամ հայ ժողովրդի հետ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ եւ չի կարող համարվել այդպիսին։ Այն մնում է չլուծված այնքան ժամանակ, քանի դեռ նրա 150,000 բնիկ հայերը չեն կարող վերադառնալ իրենց պապենական հողերը։ Ոչ Երևանի, ոչ էլ Բաքվի որևէ հայտարարություն կամ պայմանագիր իզորու չէ վերացնել պատմական ճշմարտությունը կամ իրավական փաստը։ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է հայկական։ Այն երբեք պատմության որևէ փուլում չի կազմել անկախ ադրբեջանական պետության մաս։ Կարծել, թե հնարավոր է այն օտարել հայկական ազգային ինքնությունից, ապարդյուն է եւ ցինիկ։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին դիմել է իրանցիներին, այաթոլլան շնորհավորել է Իրանի մեծ ժողովրդին հորինված սիոնիստական ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։ Նրա խոսքով Իսրայելը գրեթե ճզմվել եւ ոչնչացվել է Իրանի հարվածի ներքո։ Չնայած ամբողջ աղմուկին եւ բոլոր հայտարարություններին, սիոնիստական ռեժիմը գրեթե ծկի է բերվել եւ ճնշվել Իսլամական Հանրապետության հարվածների ներքո, ասել է Իրանի գերագույն առաջնորդը։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Թեհրանի մետրոյում ձերբակալել են իսրայելական Մոսադի գործակալի պնդելով, թե նա էլեկտրոնային չիպի միջոցով փոխանցել է զգայուն եւ ռազմական օբյեկտների գտնվելու վայրերը։ Նա ենթադրաբար հրահանգներ է ստացել եբրայերենով եւ գտնվելու վայրի տվյալներ ուղարկել անհայտ կոնտակտների։ Նշվում է, որ կասկածյալը եւ նրա սարքավորումները հանձնվել են մասնագիտացված ոստիկանական ստորաբաժանումների հետագա քննության համար։ Արդեն 6 մարդ մահապատժի է ենթարկվել Մոսադի օգտին լրտեսելու եւ մահափորձի համար նախատեսված սարքավորումներ մաքսանենգ ճանապարհով Իրան տեղափոխելու համար։